Մեր զրույցում, նախնական զրույցում ասացիր կուտակումներ կան մասնավորապես Հայաստանից Իրան անցակետում։ Ինչ կարող ես փոխանցել, ինչ է տեղի ունենում, ինչու են այդ կուտակումները։ Բարի օր Աստղիկ, հենց առավոտյան մենք նկատեցինք արդեն Մեղրից հենց անցակետ ճանապարհին, որ հենց այս ճանապարհի ամբողջ երկայնքով մոտ 2 կիլոմետր շարքով բեռնատարներ են կուտակված հիմնականում իրանական համարանիշներով եւ այսպես նրանք հատուկենտ առաջանում են եւ արդեն թեքվում են դեպի Իրանի սահման, այնտեղից էլ են մեքենաներ դուրս գալիս, հենց հիմա 2 մեքենա մոտեցավ արդեն անցակետին, թե կոնկրետ այնտեղ սահմանի մյուս կողմում պատկերն ինչպիսին է, արդյոք նման կուտակումներ նաև այնտեղ կան, այս պահին ասել չեմ կարող, Աստղիկ։ Ռոբերտ, այսինքն պատճառը ստուգումներն են ավելի երկար են տևում, ճիշտ եմ հասկանում։ Աստղիկ, ենթադրվում է, որ այո, ստուգումներն են պատճառը, որովհետև անցնող օրերի ընթացքում տարբեր նման տեղեկություններ կային, որ իրանական կողմում այդ անվտանգային ստուգումները ավելի երկար են տևում, բայց այս մասին պաշտոնական որևէ հրապարակում համենայն դեպս մինչ այս պահը չեմ հանդիպել, Աստղիկ։ Ռոբերտ, իսկ Իրանից կա երեկվա նման մեծ հոսք, ինչ են պատմում հակամարտության թեժ կետից եկողները։ Այո, Աստղիկ, ինչպես երեկ, այնպես էլ այսօր այդ հոսքը շարունակվում է, գալիս են ինչպես իրանցիներ, այնպես էլ այլ երկրների քաղաքացիներ, այսօր նաև մեկ հայ ընտանիքի եմ հանդիպել, կինը իր անչափահաս երեխաների հետ պատմում էր, որ մեծ դժվարությամբ են հասել այստեղ, անգամ անցակետ հասնելն էլ շատ բարդ է, դրա համար էլ է գումար անհրաժեշտ ավտոբուսների տոմսերը արդեն 2 շաբաթվա համար վաճառված են, իրենք անձնական մեքենայով մի կերպ հասել էին այստեղ, կինը տեսախցիկի առջև խոսել չցանկացավ, բայց պատմեց, որ Թեհրանում այսպես շատ ծանր վիճակ է, մարդիկ լքում են, դուրս են գալիս, փորձում են անվտանգ տեղ գտնել, նույնը պատմում էին նաև այն իրանցիները, ովքեր համաձայնեցին տեսախցիկի առջև խոսել։ ما خارج شدیم از تهران به خاطر بمباران. Մենք Թեհրանից հեռացանք ռմբակոծությունների պատճառով, քաղաքը բավականին դատարկ էր, կարծում եմ, ուրբաթ օրվա համար տոմս կգտնենք։ Մենք Միացյալ Նահանգներում ենք ապրում, ետ ենք գնում։ رفته بودیم ایران ویزیت کنیم پروازمون کنسل شد به خاطر بله خانواده Այո, մենք շատ հարազատներ ունենք Իրանում, բոլորը շատ վախեցած են եւ փորձում են լքել Թեհրանը։ Ոչ ոք չգիտի, բոլորն անհանգստացած են, հուսով են, որ լայնածավալ պատերազմ չի լինի, պատերազմը շատ վախենալու է։ جنگ به زودی تموم بشه مردم ایران و اسرائیل در صلح Հուսով են պատերազմը շուտով կավարտվի եւ Իրանի ու Իսրայելի ժողովուրդները խաղաղության մեջ կապրեն միմյանց հետ։ Շատ տխուր է, որ իրավիճակը հասավ դրան։ Ես շատ բան չգիտեմ, բայց ասում էին, որ տարբեր վայրերից մարդիկ տարհանվել են։ Մենք Թեհրանից հեռացանք, ապա եկանք դեպի Հայաստան։ به سمت ارمنستان. راه این کوه و دره خیلی سخت بود. می اومدیم خیلی ترس. Ճանապարհները շատ խցանված չէին, բայց դժվար էր լեռնային ճանապարհը դժվար էր, վախենալու էր թվում ու անապահով։ Մեր վարորդը շատ զգույշ էր։ جادش واقعا خوب نبود و خیلی خطرناک بود و امکان داشت که ما لیز بخوریم بیفتیم و رانندمون خیلی محتاطانه مثلا رانندگی کرد. Կներեք, ես պետք է գնամ։ الان به من گفت 305 Ոչ Թուրքիա, ես ուզում եմ գնալ Միացյալ Նահանգներ։ Թեհրան գործով էի գնացել, արդեն 15 տարի է ապրում եմ Միացյալ Նահանգներում, ստիպված էի անցնել այս ճանապարհով։ Մտածեցի, որ Հայաստանում անվտանգության առումով ավելի լավ վիճակ են, քան թուրքական սահմանին։ Ես չէի ուզում անցնել այդ քաոսի միջով եւ որոշեցի գալ եւ անցնել ձեր ճկնաղ երկրով։ حالا برم بپرسم اگه $250 با $250 برم Բոլորն անհանգստացած են այս պատերազմի պատճառով, անհանգստացած են այս հրթիռների պատճառով։ Հարազատներս ասացին, որ ես անմիջապես հեռանամ այս կոտրված ոտքով։ Ահա թե ինչու ես եկած ցամաքով, լեռներով եւ հիմա այստեղ եմ։ Նրանք անհանգստացած են պատերազմի, սովի եւ մեզ հետ պատահած բոլոր դժվարությունների պատճառով։ Մենք հույս ունենք, որ պատերազմը երկար չի տևի։ دیروز که می اومدیم توی راه تبریزم زدن دیگه
Թեհրանում սարսափելի է։ 3 երբեր ճանապարհին նրանք հարձակվեցին նաև Թավրիզի վրա, հարձակման ենթարկվեցին նաև Բանդար Աբասն ու Յազդը, ինչպես նաև շատ այլ վայրեր, նրանց թվում նաև Շիրազն ու Սպահանը։ Հուսով եմ, որ սա շուտով կավարտվի, բայց նախագահ Թրամփն ասաց, որ Թեհրանը պետք է տարհանվի։ Մենք մտածեցինք, որ ինչ-որ բան է կատարվելու։ Շատերը շտապել են լքել քաղաքը։ باورمون شد که واقعا دیگه همه اومده بودن. Ռոբերտ, իսկ պետությունը Հայաստանը Իրանից եկողներին որևէ ձևով աջակցում է, դու պաշտոնյաներ օրինակ տեղում տեսել ես։ Ոչ աստիկ, մենք արդեն երկրորդ օրն է այստեղ ենք աշխատում, ամեն դեպքում ես պետական կառույցների ներկայացուցիչների չեմ տեսել, այնինչ Իրանից ժամանողները առաջին հերթին հենց ճանապարհային, տրանսպորտային հարցերով օգնության կարիք ունեն, օրինակ Երևան գնալու համար այստեղ հերթապահող տաքսիստները նրանցից $300-ից $350 են պահանջում, ինչը ասում են, որ շատ մեծ գումար է իրենց համար։ Տեղում նաև տուրիստական մեքենաներ կան, բայց դրանց քանակն էլ բավարար չէ, այս դեպքում էլ պետք է նախապես գրանցվել։ Պետական կառույցների ներկայացուցիչների չեմ տեսել, բայց այստեղ էին ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների աշխատակիցները, նրանց օրվա առաջին կեսին այս անցակետի հարակից հատվածում նկատել եմ։